Պարոն Վարդանյան, դուք երեք մայրաթորում եք, եկել եք ի աջակցություն վեհափառի և լրագրողները տեսանյութ էին հրապարակել, որտեղ դուք միջադեպ ունեցաք Կճոյանի հետ, սակայն ուժայինները, այսպես ասած, ձեռքից կարողացան նրան փախցնել։ Այո, մենք երեք համահայկական ճակատ կուսակցությունով և համահայկական ճակատ շարժումով եղել ենք Սուրբ Մայրաթոր Էջմիածնում ի աջակցություն վեհափառին։ Մինչ այդ ես հայտարարություն էի նաև տվել, որ խնդրում եմ միանալ։ Մենք գտնվել ենք այնտեղ, գտնվել ենք հայերով, ամենառաջինը շեշտեմ, ի աջակցություն վեհափառին, ի աջակցություն եկեղեցուն։ Մինչև անդրադառնալը Կճոյանի դեպքի հետ, մի քանի հարց կա, որը ինձ հուզում է համել մեր քաղաքացիները թողանկեղծ պատասխանեն, քննադատեն, հասկանանք էլի։ Հայաստանի Հանրապետությունում դուրս է գալի 21 թվականին ընտրողների ցուցակում հայտարարվել է մոտավորապես 3 միլիոն մարդ։ 3 միլիոն մարդուց մասնակցել է ընտրություններին 680,000, որից 25% ձայն տարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը և այդ չնչին ձայներով այսօրվա ճակերտավոր վարչապետը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը։ Ես ուզում եմ հասկանալ, Հայաստանի Հանրապետությունում 680,000-ը վերցրել են մոտավորապես 2 միլիոն 300,000-ին վերցրել են պատանդ, ես դա եմ ուզում հասկանամ, էլի։ Հայաստանի Հանրապետությունում ինձ թվում է, որ 680,000-ը և իր ձայնը չնչին ձայն է։ Մեր ճակերտավոր վարչապետը այսօր խոսում է հանրության, իմ անունից մեկը, ժողովրդի անունից, որ իրան չի ընդունում, իր այդ ոնց են ասում է Նիկոլ Փաշինյանը և իր 40 ավազակները հիմնականում վերցրել են, իրանք սարքել են ինչ-որ մի սենց կառույց և բոլորիս անունից խոսում են։ Այսօր այդ 680,000-ի ծափահարություններով Ադրբեջանից ներմուծվում է նավթամթերք։ Ուզում եմ ևս մեկ անգամ հարց տամ վարչապետի աթոռը զբաղեցնող պարոնին և իր այդ ինչ են ասում նախարարներին, եթե մենք կարում էինք Ադրբեջանից բերեինք նավթամթերք, չէ որ Իրանում նավթամթերքը ավելի էժան էր և ավելի հարմար էր մեզ, կարային երկար տարիներ, 7 տարի շարունակ, լավ մեկ տարին հանում ենք իրանց կառավարության, 6 տարի շարունակ մենք Իրանից բերեինք նավթամթերք, ինչու չենք բերել։ Այսօր ամբողջ նախարարներով և իրանց միկրոֆոններով ծափահարում են Ադրբեջանից 130 տոննա, եթե չեմ սխալվում, նավթամթերք է մտել Հայաստան, հայրում կայրան։ Հիմա ևս մեկ հարց, մեր տված հարկերով, ես խոսում եմ արդեն այդ 2 միլիոն 300,000 մոտավորապես անձանց մասին, մեր տված հարկերով անդրադառնամ եկեղեցուն, այդ ձեր թափառաշրջիկների խումբը, որ ամեն կիրակի գտնվում է ինչ-որ մի եկեղեցում և ճակերտավոր ասած մասնակցում է պատարակներին, մեր հարկերով ինչքան գումար եք ծախսում դրանց տանելու ստեղ ընդեղ։ Ախր իրանք իրանց կյանքի մեջ, իրանց վեդի համայնքի ղեկավարն էր երևի ասեց, որ այո, իմ ծնողները ինձ տանում էին բան պատարակ, բայց ծնողը պետք է չտանի պատարակ, էլի պատարակի պետք է գնաս դու հիմար։ Երկրորդ հարցը, որը որ հետաքրքրում է, մեր հարկերով ոստիկանական համակարգը բերում են և փակում են մեր ազատ տեղաշարժի խնդիրները։ Այսօր 680,000-ով, կրկնեմ ևս մեկ անգամ, մոտ 2 միլիոն 300,000-ի վերցրել են պատանդ։ Հայաստանի Հանրապետությունում մենք պատանդի կարգավիճակում ենք։ Միաժամանակ անդրադառնամ նաև երեկվա վարչապետի մի երկու հարցերին, որը որ կառավարության նիստի ժամանակ շատ հպարտորեն քննադատում էր, նախ կանխիկ փողի կրճատումը, որ պետք է չլինի կանխիկ փող, հենց հիստերիայի մեջ գնացեք, այդ խանութը փակեք, մի լուծում, ախր
հասկանում եք դուք ինչ եք անում եւ այդ բջջային հեռախոսների մաքսիմումը հենց ադալժենի են անում կներեք բարիս համար, բայց ոնց որ այդ կարգավիճակով լավ թվամեն մեկը երկու հեռախոս բերի իր ընտանիքի համար։ Ընտանիքներ կան, որ 4-5 հոգի են, վարչապետի զբաղեցնող անձ։ Իսկ ինչը վերաբերվում է Կճոյանին եւ 10 այդ սրբապիղծ տեր հայրերին, որովհետեւ ես իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես կարամ որակեմ նաեւ այդ խոսույթը։ Ձեզ որ ձեռնադրել է Գարեգին Բ-ն, դուք դա ընդունում եք։ Այդ ժամանակ Գարեգին Բ-ն սուրբ էր։ Այ որ Գարեգին Բ-ն ձեզ իմի կարգալույց է անում, Արամ Տեր Արամ էլ ինչ էր։ Դու դա չես ընդունում։ Դա ոնց հասկանանք։ Այն բաղ քեզ ձեռ էր տալի, դու դարձար որպես սուրբ, կնքեց, օրնեց, սարքեց սուրբ։ Հիմա նույն մարդը քեզ կարգալույցը աղ է։ Դու խի չես ընդունում այդ փաստը։ Եթե չես ընդունում այդ փաստը, նաև դու պետք է այդ ձեռնադրման պահից հրաժարվես, որովհետև դա արել է նույն մարդը։ Երկրորդ հարցը, որ ինչը վերաբերվում է այդ 10 չեմ կարող ասեմ, հուդաների, լավ, այս անգամ էլ սենց փորձենք, 10 հուդաների։ Դուք մինչև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը խելոք ծառայում էիք եկեղեցու, ընդունում էիք եկեղեցու բոլոր կանոնները եւ շարժում էիք այդ կանոններով։ Կներեք, ես չեմ կարող եկեղեցական չեմ կարող մանրանամ այդ խնդիրների մեջ, բայց անում էիք այդ ամենը։ Կճոյան, այ քեզ որպես Կճոյան եմ դիմում, որովհետև դու այն տակուց եղել ես տարբեր թեմաների մեջ, տարբեր կիզակետերում, քեզ շատ են անդրադարձել էլի։ Այն մնացածին չեմ հիշում, կանոնը շատ է շրջանառվել տարբեր հարթակներում։ Քեզ սարքին Բենթլի Կճոյան, քեզ սարքին սրբապիղծ, քեզ ինչ ասես սարքեցին, հիմի Նիկոլ Փաշինյանը ոնց որ օծես քեզ նորից։ Երեք քո այդ շրջապատող անձինք, որ քեզ փախցնում էին ժողովրդի մեջից։ Եթե դու նորմալ մարդ ես, ես քեզ ընդեղ էլ ասացի, կանգնի, եթե նորմալ մարդ ես, եթե դու ուզում ես ինչ-որ մի բան անես, կանգնի իմ հարցերին պատասխանի։ Ինչու էլի մեր հարկերից գոյացած գումարով դուք մինչև հիմի անվտանգությունով ման եք գալի Հայաստանի Հանրապետությունում, ինչու։ Դուք ձեզ արտոնություն եք վերապահել 680,000, այդ որ ասում Նիկոլ Փաշինյանը եւ 40 ավազակները։ Այդ թմով գաք ու հայոց ամենայն կաթողիկոսից հրաժարական պահանջեք։ Ձեզ ով այդ իրավունքը տվել։ 2,300,000 մարդ ձեզ այդ իրավունքը ու լիազորությունները տվել է։ Նիկոլ Փաշինյան, 2,300,000 մարդը քեզ թույլ է տվել, դու որ իրանց տեղը որոշումներ ընդունես եւ կատարես նմանատիպ բաներ։